Սուրբ երրորդությունը հին կտակարանում։ Աշխարհի ողջ կրոնական պատմության մեջ ոչ մի վարդապետական գաղափար այնքան խորունկ ու խորհրդավոր չի եղել, որքան Սուրբ երրորդության խորհուրդը։ Մեկ Աստված, երեք անձերով՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու։ Այս խորհրդի մեջ միավորվում են միասնությունն ու բազմազանությունը, բովանդակությունը և հայտնությունը։ Մի աստվածություն, որ հավիտենապես գոյություն ունի երեք հավասար և անբաժանելի անձերում։ Դարերի ընթացքում աստվածաբաններն ու իմաստունները հարցրել են. արդյոք Սուրբ երրորդության գաղափարը ծնվեց նոր ուխտում, Քրիստոսի, Աստվածային խոսքի և առաքելական վարդապետության հետ, թե դրա արմատները ձգվում են դեպի հին ուխտ, այն ժամանակներ, երբ Աստծո հայտնությունը դեռևս ստվերով էր երևում մարդկային գիտակցությանը, բայց արդեն ներշնչում էր այն ճշմարտությունը, որը պիտի բացվեր խաչի և հոգու միջոցով։ Աստվածաբանության պատմությունը մեզ սովորեցնում է, որ Աստված երբեք չբացահայտվեց միանգամից։ Նա խոսեց աստիճանաբար, խոսեց պատկերներով, մարգարեներով և երբեմն խորհրդավոր բազմազանությամբ, որը մենք այժմ ճանաչում ենք որպես երրորդության նախանշում։ Այս տեսանյութում կտեսնենք, թե ինչպես է Սուրբ երրորդության գաղափարը ծագում հենց հին կտակարանի խոսքերից։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանությամբ, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Աստվածաշնչի առաջին իսկ էջերում Աստված խոսում է ոչ թե եզակի ձևով, այլ հոգնակի. «Ստեղծենք»։ Սա այն եզակի դեպքերից է, երբ աստվածային խոսքը ներկայացվում է ներքին երկխոսություն, բացահայտելով բազմություն, առանց բաժանումի։ Այս հոգնակի ձևը վաղ եկեղեցու հայրերը մեկնաբանում են որպես խորհրդավոր ակնարկ Սուրբ երրորդության, Հայր Աստծո, նրա խոսքի և նրա հոգու։ Աստված ասաց մարդ ստեղծենք, ոչ թե ստեղծեմ, որովհետև խոսում էր իր խորհրդի մեջ, Որդու և Հոգու հետ։ Սա ցույց է տալիս խորհրդակցություն, ոչ թե տկարություն։ Բարսեղ, Կեսարացի։ Եթե ասենք, որ Աստված հրեշտակների հետ խորհրդակցեց, ապա պիտի եզրակացնենք, որ հրեշտակներն էլ ստեղծագործներ են, բայց Սուրբ Գիրքը երբեք չի ասում Աստված և հրեշտակները ստեղծեցին։ Այստեղ խոսքը վերաբերվում է Աստծո ներքին խորհրդին, Հոր, Խոսքի և Հոգու։ Գրիգոր Նյուսացի։ Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ։ Խավար էր տիրում անհունի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Աստծո հոգին այստեղ ներկայացում է որպես գործող անձնավորություն, ոչ թե պարզ ուժ։ Արարչագործությունը կատարվում է ոչ թե մեկ գործողությամբ, այլ համագործակցությամբ։ Հայր Աստված ստեղծում է, Խոսքը հնչեցնում և Հոգին կենդանացնում։ Երրորդությունը բացահայտվեց ոչ թե նոր ուխտում ծնվելով, այլ հինում նախապատրաստվելով։ Արարչագործության ժամանակ Հայրը խոսեց Որդու հետ և Հոգին շարժվեց ջրերի վրա։ Աթանաս Ալեքսանդրիացի։ Տիրոջ հրեշտակը կրակի բոցով մորենու միջից երևաց նրան, և Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր կիզվում։ Մովսեսն ասաց. «Առաջ անցնեմ և տեսնեմ այս զարմանալի տեսարանը, ինչպես է, որ մորենին չի կիզվում»։ Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսես, Մովսես»։ Նա ասաց. «Ինչ է»։ Եվ ասաց. «Մի մոտեցիր այստեղին, կոշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։ Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Այս համարում Տիրոջ հրեշտակը խոսում է որպես հենց Աստված։ Եկեղեցու հայրերը սա մեկնաբանում են որպես Աստծո խոսքի, այսինքն Հիսուս Քրիստոսի մարմնավորությունից առաջ ունեցած հայտնություն։ Երբ կարդում ես Տիրոջ հրեշտակը, մի կարծիր, թե դա սովորական հրեշտակ է։ Դա Աստծո որդին է իր հայտնությամբ, նախքան մարմնավոր դառնալը։ Հովհան Ոսկեբերան։ Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ Տերն իր երեսը թող դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի։ Այս օրհնությունը 3 անգամ կրկնում է Տերը բառը։ Եբրայերեն բնագրերում Յահվե, խորհրդանշելով մեկ Աստծո 3 անձերը։ Հենց այս պատճառով եկեղեցական մեկնաբանները Թվոց գրքի այս հատվածը անվանել են երրորդության օրհնություն, որտեղ Հայրը օրհնում է, Որդին ողորմում է և Սուրբ Հոգին խաղաղություն է պարգևում։ Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների Տերը։
եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով։ Եսայի մարգարեության այս խոսքում 3 անգամ հնչող սուրբ կոչը պատահական կրկնություն չէ։ Եկեղեցական ավանդությունը մեկնաբանում այն որպես խորհրդանշական գոհաբանություն, ուղղված Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ 3 անգամ կրկնվող սուրբ խոսքը ոչ թե պոետական զարդ է, այլ երկնային վկայություն Աստծո 3 անձերի մասին։ Բարսեղ Կեսարացի։ Մոտեցեք ինձ եւ լսեք այս։ Հենց սկզբից ես ոչ գաղտնի խոսեցի եւ ոչ էլ ինչ որ խավար տեղում։ Երբ դրանք կատարվում էին, ես այստեղ էի եւ այժմ Տերն ինձ ուղարկեց։ Տերը եւ նրա հոգին։ Այս համարում խոսողը մեսիական կերպարն է, Աստծո որդին, ով տարբերում է իրեն եւ Տիրոջը եւ նրա հոգուն։ Սա ամենաբացահայտ մարգարեական ակնարկներից մեկն է երրորդության մասին։ Հիսուսն է խոսում Եսայի շուրթերում, որպես նախամարմնավորված խոսք։ Նա է, ով սկզբից խոսեց առանց խավարի։ Նա է, ով ուղարկվեց Հորից եւ Հոգուց։ Հովհան Ոսկեբերան։ Որդին, որ Աստծո խոսքն է, ասում է. Տերն ինձ ուղարկեց, Տերը եւ նրա հոգին։ Այսինքն Հայրը ուղարկեց Որդուն Սուրբ Հոգու միջոցով։ Սա վկայում է ոչ թե աստվածային ստորադասության, այլ աստվածային միության մասին։ Կյուրեղ Ալեքսանդրիացի։ Բայց նրանք հմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տերը նրանց թշնամի դարձավ։ Հենց ինքը պատերազմեց նրանց դեմ։ Սուրբ Հոգին այստեղ ներկայացվում է որպես անձնավորություն, ում կարելի է բարկացնել։ Սա ցույց է տալիս նրա գիտակցական եւ աստվածային բնույթը։ Եթե Հոգին կարող է վշտանալ, ուրեմն ունի կամք, զգացում եւ խոհեմություն։ Եթե նա կարող է բարկանալ, ուրեմն նա կենդանի եւ գիտակցական էակ է, ոչ թե միայն գործնական ուժ։ Բարսեղ Կեսարացի։ Անապատում Տերն առաջնորդեց իր ժողովրդին, որդին փրկեց նրանց, իսկ նրանք բարկացրին նրա Սուրբ Հոգուն։ Ահա թե ինչպես արդեն իսկ հին ուխտում մենք տեսնում ենք 3 անձերի համագործակցությունը նույն էությամբ եւ տարբեր գործունեությամբ։ Գրիգոր Նազյանզնացի։ Հռչակում եմ այն, որ Տերն ասաց ինձ. դու ես իմ որդին, եւ ես այսօր ծնեցի քեզ։ Այս մեսիական խոսքը բացահայտում է հարաբերությունը Հայր Աստծո եւ նրա որդու միջեւ, նախքան մարմնավոր դառնալը։ Ես այսօր ծնեցի քեզ չի նշանակում, թե որդին սկսեց գոյություն ունենալ, այլ նշանակում է հավիտենական ներկայություն, որտեղ չկա անցյալ եւ ապագա։ Աստծո այսօրը միշտ է։ Աթանաս Ալեքսանդրիացի։ Հայտնի է, որ այս խոսքը գրված է Քրիստոսի մասին։ Այսօր ծնեցի քեզ։ Սա հոր խոսքն է որդուն, որ ծնվել է հավիտենականությունից, սակայն ի կատար է եկել ժամանակում, երբ նա հարություն առավ։ Հովհան Ոսկեբերան։ Աստծո այսօրը հավիտենական է, որովհետև Աստծո մեջ ժամանակ չկա։ Այս խոսքն իրագործում է հավիտենության մեջ, երբ Հայրը ծնում է որդուն։ Լույսից լույս։ Կյուրեղ Ալեքսանդրիացի։ Ժամանակակից քրիստոնյա գիտնականները նույնպես ընդգծում են, որ Սուրբ Երրորդության գաղափարը չի հակասում հին կտակարանին, այլ նրա տրամաբանական շարունակությունն է։ Հին կտակարանը ներկայացնում է Աստծո ներսում գործող բազմություն։ Տեր Աստված, Տիրոջ հրեշտակը եւ նրա հոգին միասին բացահայտում են եռանձնյա աստվածային խորհուրդը, որը նոր ուխտում լրանում է որպես երրորդություն։ Մայքլ Հայզեր։ Երրորդությունը նոր կտակարանում բացվեց որպես անվիճելի ճշմարտություն, բայց նրա աստվածաբանական պատկերը արդեն իսկ ներկա էր հին կտակարանում։ Ուիլյամ Լենքրեյգ։ Ամփոփելով, հին կտակարանը չի սահմանում երրորդությունը տեսականորեն, բայց ցույց է տալիս այն գործնականում։ Աստված, որ խոսում է իր խոսքի միջոցով եւ գործում է իր հոգով։ Այսպիսով, Սուրբ Երրորդությունը ոչ թե նոր գաղափար էր, այլ հավիտենական իրականություն, որը մարդկության աստիճանաբար բացահայտվեց Աստծո նոր ուխտի միջոցով։